հայկական համալսարանի 8-րդ հոսքի ունկնդիր Չալոյան Լուիզա։ Հարցս հետևյալն է. ինչպես եք գնահատում Արցախյան հարցի բանակցային գործընթացների հիմնական փուլերը ձեր նախագահության տարիներին։ Նախ ասեմ, որ սկսվել է իմ նախագահական տարիները մադրիդյան սկզբունքներ կոչվող փաստաթղթով, որը Հայաստանի Հանրապետությանն էր հանձնվել 2007 թվականի նոյեմբերի, երբ որ ես վարչապետ էի եւ ամբողջովին ծանոթ էի այդ փաստաթղթի հետ։ Պայմանական փուլերի բաժանումը ես համարում եմ պայմանական։ Ինչպես ասեցի, 2007 թվականին փաստաթուղթը հանձնվել է կողմերին, Հայաստանի Հանրապետությունը ասել է այո, սա այս փաստաթուղթը կարող է հիմք հանդիսանալ բանակցությունների, Ադրբեջանը հրաժարվում էր այդ փաստաթղթի հենքի վրա սկսել կամ շարունակել բանակցություններ։ Բայց համանախագահների կարծում եմ հաստատակամության շնորհիվ հնարավոր եղավ 2008 թվականի, եթե չեմ մոռացել, նոյեմբերին մենք հանդիպեցինք մեր մոսկովյան մի Մայնդորֆ կոչվող ապարանքում եւ առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ստորագրեցին փաստաթուղթ, որ այո, համաձայն են մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցային գործընթաց վարել։ 2008 թվականի հենց սկզբից մենք բոլոր դեպքերում աշխատում էինք համանախագահների հետ, այնուհետև տեղի ունեցան իրադարձություններ, որոնք կարելի է բաժանել մի քանի մասի։ Նախ մենք կարողացանք համանախագահների հետ աշխատելով այդ փաստաթուղթը վավարկել 3 տասնյակ, այսպես ասեմ, առաջարկություններով։ Օրինակ այդ առաջարկներից մեկը, փոփոխություններից մեկը նա էր, որ երբ որ մադրիդյան սկզբունքները հանձնվել էին, այնտեղ Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտումը պայմանավորված էր ավելի շուտ պլեբեսցիտ բառով։ Ինչին բնականաբար մենք համաձայն չէինք եւ ի վերջո այդ պլեբեսցիտը, որը քաղաքական գրականության մեջ կոչվում էր կարծիքի հարցում, փոխարինեցինք Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության, որը ունի պարտադիր իրավական ուժ։ Այսինքն դա ռեֆերենդումի բառարանային թարգմանությունն է։ Այդտեղ շատ հետաքրքիր պատմություն է, բայց չեմ ուզում հիմա հանրայնացնել, թե ինչպես մենք դրան հասանք։ Ի վերջո բանակցությունները մեզ բերեցին, հասցրեցին Կազան, որտեղ մենք պատրաստ էինք ստորագրելու այդ փաստաթուղթը։ Բայց Ադրբեջանի նախագահը հրաժարվեց այդ փաստաթուղթը ստորագրել եւ փորձում էր ինքն էլ ինչ-որ ձևով դեպի իրենց կողմը թոքել փաստաթղթի բովանդակությունը, ինչը բնականաբար անընդունել էր ոչ միայն մեզ համար, այլ նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահի, որի հովաններով էինք մենք Կազանում հավաքվել։ Տեղի ունեցան շատ կարևոր իրադարձություններ, երբ որ 2009 թվականից սկսած ԵԱԿ արտգործնախարարները ամեն տարի հավաքվում են իրենց գագաթնաժողովին եւ 9 թվականին արդեն Աթենքում էր իրադարձությունները այնքան շատ էին, որ մտավախություն ունեմ ինչ-որ բան շփոթելու, բայց կարծում եմ մեծ շեղումներ թույլ չեն տա։ Արդեն եւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները համանախագահ երկրների արտգործնախարարները հայտարարություն ստորագրեցին, որը շատ արդեն մեզ համար լավ էր։ Ինչպես գիտեք, հետո ԵԱԿ Մինսկի խմբի
երկրների նախագահները, այսինքն Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահները 5 անգամ հայտարարություն արեցին, թե ինչպես պետք է լուծվել Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Դուք գիտեք այդ 3 սկզբունքների մասին եւ այլն։ Կազանից հետո նոր փուլ, այսպես ասեմ, տեղափոխվեց, որտեղ տևական ընդմիջում եղավ եւ այդ ընդմիջումից հետո համանախագահները մեզ առաջարկեցին փաստաթուղթ եւ արդեն այդ փաստաթուղթը մենք կոչում էինք ոչ թե մադրիդյան սկզբունքներ, այլ հիմնարար սկզբունքներ, որովհետեւ այդպես էին արդեն գնահատել Մինսկի խմբի նախագահները։ Էական բան, այսպես ասեմ, էության մեջ մեծ փոփոխություններ չկային։ Եթե Կազանի փաստաթուղթը ենթադրում էր աստիճանական, բայց ամբողջական լուծում, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտում, ապա դրանից հետո մեզ տրվող փաստաթղթերը, որ մեր մամուլում կոչեցին Լավրովյան պլան, որը իրականում ոչ թե Լավրովյան պլան էր, ոչ թե Լավրովի պլանն էր, այլ համանախագահների։ Եվ ինչու այդ փուլում Լավրովը մեզ հասցրեց այդ սկզբունքները, որովհետև բանակցությունները հերթագայում էին այսպես համանախագահները։ Ֆրանսիացիները փորձեցին սկզբից խնդիրը լուծել, այնուհետև Միացյալ Նահանգները, իսկ մադրիդյան սկզբունքները մեզ հանձնելուց հետո, այսպես ասեմ, առաջատարը Ռուսաստանի Դաշնությունն էր։ Թե բոլոր հանդիպումներին, բոլոր 3 համանախագահ երկրների ներկայացուցիչները մասնակցում էին։ Առաջարկը հետևյալն էր. Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի ազատ կամարտահայտությամբ, որը կունենա պարտադիր իրավական ուժ, եւ այլն, այդ ընթացքում դա հայկական կողմի ձեռքբերումն էր։ Այդ թվում նաև ներմիջանկյալ կարգավիճակ եւ այլն եւ այլն եւ այլն։ Ադրբեջանցիների ձեռքբերումը, որը ես անկեղծ ասած կորուստ չեմ համարում, նա էր, որ մենք պետք է հանձնեինք 5 շրջանները Ադրբեջանի, բացի Լաչին եւ Քյալբաջար շրջաններից։ Եվ Լաչինի եւ Քյալբաջարի հանձնումը պետք է սերտորեն փոխկապակցված լիներ հանրաքվեի անցկացման օրվա հետ։ Եթե չկա այդ օրը, ապա այդ 2 շրջանները մնում էին Հայաստանի վերահսկողության տակ։ Դրա համար էր Ալիևը 44-օրյա պատերազմից հետո ասում, որ այս տարածքները մնալու էին Հայաստանի։ Եվ եղավ մի փոփոխություն եւս, որ արդեն 16 թվականից հետո 17-ին մեզ առաջարկում էին 3 հաստատթուղթ։ Հաստատթուղթ համար 1 պետք է ստորագրվեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, որտեղ ամեն ինչը նույնն էր, բացի նրանից, որ այդ պարտադիր իրավական ուժ ունի այդ նախադասության շարունակությունը ադրբեջանցիները չէին ունենալ։ Երկրորդ փաստաթուղթը, որ պետք է լիներ համանախագահ երկրների հայտարարությունը, այդ բացակայող հատվածով նախադասության։ Եվ երրորդ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը, որ հիմնականում ներ էր առնելու համանախագահների հայտարարություն։ Ահա այս փուլերը եւ այս բոլոր 3 փուլերում մենք երբեք այդպիսի առաջարկություններ, այդպիսի հնարավորություններ չենք ունեցել։ Եթե հիշում եք, իշխանապողությունից հետո Ռուսաստանի Դաշնության մամուլ խոսնակ, ասեմ թե հասարակության հետ կապերի վարչության պետը
Տիկին Զախարովն հայտարարեց, որ այդ 3 փաստաթղթերի առկայության մասին, այնուհետև նաև համանախագահ Պապովը ևս բացատրություններ տվեց վերջնական փաստաթղթի մասին։ Նախ մինչև հարցը հնչեցնելը, պարոն նախագահ, ուզում եմ շնորհակալություն հայտնել նախորդ հարցի պատասխանի մեջ Մանվել Գրիգորյանի հերոսական եւ մարդկային կերպարին անդրադառնալու համար, հավելեմ, որ ես ծառայել եմ 90-ականների վերջին հենց գեներալի կորպուսում, այն ժամանակ գեներալ չէր դեռ կարծեմ, չէր, Կովսականում